Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր վերանայեց լրագրողների հավատարմագրման կարգի հետ կապված երկու դրույթ։ Նախկինում լրագրողը չէր կարող լուսաբանել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը, եթե հանձնաժողովների կամ նրանց պաշտոնատար անձանց մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակել, կամ դատապարտվել էր եւ դատվածությունը դեռ չէր մարվել։ Շարժման առարկա դարձավ այն հանգամանքը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձ է կատարում դրանով լրացուցիչ խոչընդոտներ կամ լրացուցիչ սահմանափակումներ ստեղծել լրագրողների հավատարմագրումը իրականացնելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեև զանգվածային լրատվամիջոցների մտահոգությունները համարում էր արհեստածին, սակայն որոշում կայացվեց մշակել համապատասխան նախագիծ հիշյալ հարցում եւ հատկապես հիշյալ հարցով պայմանավորված ամեն տեսակ շահարկումներով ուղղակի վերջակետ ամրագրելու համար։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ պետք է անբավեր ճանաչվեր նաև լրագրողների հավատարմագրման կարգի դրույթի առաջին կետը։ Այն արգելում է հանձնաժողովում հավատարմագրել այն լրագրողին, որն անգործունակ է կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով։ Լրատվամիջոցը ինքն է որոշում, թե ում ուղարկի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Սուսաննա Պողոսյան, Տիգրան Բադալյան, IPFM։